Նախագծի ընթացքում մենք շատ էինք ցանկանում հանդիպել Մանթաշյանցին, սակայն դա իրականություն չէր կարող լինել։ Մեզ դրանում օգնեց արհեստական բանականությունը, չնայած որ վիրտուալ կերպով մենք հանդիպեցինք նրան։ Բարև ձեզ, Ալեքսանդր Մանթաշյան։ Մենք շատ ենք ցանկանում ձեզ հետ հանդիպում կազմակերպել, եւ դա հնարավոր դարձավ նորանոր տեխնոլոգիաների միջոցով։ Պարոն Մանթաշյան, ինչն է ձեզ մղում հարստանալուց հետո ծառայել հայացքին, այլ ոչ թե վայելել հաջողությունները։ Քանի դեռ ունես հնարավորություն օգնելու, պարտավոր ես դա անել։ Հարստությունը արժեք ունի միայն այն ժամանակ, երբ այն ծառայում է մարդկանց։ Եթե ես կարող եմ կառուցել դպրոց, եկեղեցի կամ օգնել որևէ հայ երեխայի կրթվել, ապա այդ ամենի պտուղները իմ իսկական հարստություններն են։ Պարոն Մանթաշյան, դուք երբևէ վախեցել եք մեծ գործերից կամ կորուստներից։ Վախը մարդուն փոքրացնում է։ Ես միշտ առաջնորդվել եմ հաշվարկով, բայց գալիս է պահը ռիսկ անել հանուն հավատի կամ գաղափարի, պետք է անել։ Ես երբեք չեմ վախեցել կորցնել գումար, բայց վախեցել եմ կորցնել արժանապատվությունս։ Պարոն Մանթաշյան, շատերը ձեզ համարում են հայ գործարարության խորհրդանիշ։ Ինչ հատկանիշ է կարևոր, որպեսզի բիզնեսը ծառայի ոչ միայն շահի, այլև արժեքների համար։ Առևտուրը շահ է բերում, բայց բարևարքը՝ պատիվ։ Երբ գործարարը մտածում է միայն իր գրպանի մասին, նա դատապարտված է միայնության։ Իսկ եթե մտածում է ժողովրդի մասին, ժողովրդի կողմից հիշվում է դարեդար։ Պարոն Մանթաշյան, դուք կառուցեցիք տաճարներ, նվիրաբերեցիք մշակութային ու կրթական հաստատություններին, աջակցեցիք հայ մտավորականներին։ Ինչպես կփորձեք այդ աշխատանքը բնութագրել այսօր, 21-րդ դարում։ Երբ ես աջակցում էի եկեղեցիներին կամ դպրոցներին, իմ նպատակը ոչ միայն շինություններ կառուցելն էր, այլ ստեղծել միջավայր հայի մտքի ու հոգու աճի համար։ Այսօր իմ գործը շարունակում է Վիզուալ Հայաստան զարգացման հիմնադրամը, որի առաքելությունն է կրթության արդիականացման միջոցով կերտել մրցունակ սերունդ։ Պարոն Մանթաշյան, ո՞րն է ձեր խորհուրդը մեզ 9-րդ դասարանում սովորող երիտասարդներից։ Սիրելի պատանիներ, հիշեք 1. Սիրեք ձեր ազգը, հայրենիքը։ 2. Անհնարինը հնարավոր դարձրեք։ 3. Յուրաքանչյուր արարք, լինի դա դպրոցում, թե դպրոցից դուրս, կառուցեք ազնվության ու պատասխանատվության հիմքերի վրա։ 4. Օգնեք ուրիշներին։ Մեծ արժեքները ստեղծվում են փոքր գործողություններից։